Կառավարման մեխանիզմներն տարբեր, երկրորդը խաղաղություն ամեն գնով, դա մենք չենք ընդունում եւ մենք մեր ժողովրդին խոստում էլ չենք տալիս խաղաղության, մենք հակառակն ենք ասել, որ մենք արդեն պատերազմի եզրին կանգնած ենք, հասկանում եք, լինելով ասենք զինվորական մարդ զինվորականությունից գաղափար ունեցող ամեն մարդ հասկանում է, որ պատերազմը ինչ վտանգավոր է եւ ամբողջ բեռը այդ ժամանակ ընկնում է զինվորականների վրա, բայց երբ որ դու տեսնում ես, որ քո երկիրը կանգնած է այդ շեմին, այսինքն ամեն կողմից կանգնած է, թե 153 միլիարդի դատավարությունը Ադրբեջանը, երբ որ կհաղթի, իսկ միջազգային արենայում ասում են, լավ, եթե փողը չես կարող տաս, ժամանակավոր ես հողդ կտաս, միջև կարողանաս վճարես, դա ասենք նախադեպ եղել է, դրա նախադեպները եղել են։ Եվ իրենց ախորժակներն էլ մենք գիտենք 2020 թվականից սկսած իրենք այդ նկարները եւ հաղորդումները վարում են։ Այո։ Եթե փող չեք կարողանալու տակ, մենք վերցնում ենք եւ կոնկրետ Սյունիքն են մատնանշած, եթե չհաշվենք մյուս տարածքները։ Գեղարքունիքը, Սյունիքը, Տավուշը, իրենց ախորժակները հաշվի եք առել։ Այսինքն տարբերությունները, ասում եմ, մենք խաղաղություն ամեն գնով կամ խաղաղություն զիջողականությամբ չենք վարում 44 օրյա պատերազմից առաջ առաջարկ էինք արել պետությանը, որպեսզի թողեն բերենք վարձկաններ կամ պրոքսի բանակներ, հա, եթե վարձկան բառը վատ է հնչում, բայց միջազգային կոնվենցիայով վարձկան է կոչվում այն անձը, որի շահագրգռվածությունը միայն ֆինանսական շահագրգռվածություն ունի։ Տեսեք, մահմեդականները ինչ լավ դա կատարում են։ Կամ որ կարելի ասել ասում են ջիհադիստներ, բայց փողը տալիս են, ասում են սրանք մեր գաղափարական եղբայրներն են եւ ոչ մի միջազգային արենայում մենք չկարողացանք նրանց դիմաց ինչ որ հայց ներկայացնել, որ այդ Սիրիայից եկած կամ Թուրքիայից կամ այլ նույնիսկ Աֆրիկայից եկած այդ գրոհայինները դիտարկվում են որպես վարձկաններ, քանի որ նրանք գաղափարական եղբայրներն են։ Մենք էլ առաջարկել ենք գաղափարական եղբայրներին Աֆրիկայից եւ այլ երկրներից եւ մեզ մերժեցին։ Նույնիսկ օրենք ընդունեցին պատերազմի 3-րդ թե 4-րդ օրը, որ արգելված է։ Իսկ մենք այսօր մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունենք եւ այսօրվա պատերազմը միայն մարդկային ռեսուրսներով չի։ Այսօրվա պատերազմը ցույց է տալիս, որ վաղուց արդեն քանակը ոչ մի կապ չունի։ Եթե նայում ենք, իսկ մենք լավ հետաքրքրված ենք ռուս-ուկրաինական պատերազմով, մենք տեսնում ենք, որ բարձր տեխնոլոգիաները եւ ճիշտ կառավարումը բերում է հաղթանակների։ Խաղաղություն մենք նշում ենք, որ հնարավոր է Ադրբեջանի երկրի անունը ինչքան է չուզենանք տանք, լավ ասենք մերձ Կասպիայի հետ այդ արհեստական պետության լուծարումից հետո եւ այդ բռնի այդ պետությանը միացրած ազգերի փոքրամասնությունները, որպեսզի կարողանան ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Այսինքն դա միակ խաղաղությունն է եւ միջազգային արենան միշտ աշխատում է թույլ օղակին հեռացնելու սկզբունքով։ Եթե մենք կմնանք թույլ օղակ, մեզ են հեռացնելու։ Կոմունիկացիան էլ աշխատելու է։ Եթե Ադրբեջանը կլինի այդ թույլ օղակը, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ քանի որ սրանք տանում են միլիտարիզացիայի եւ զավթողական քաղաքականության, ապա Ադրբեջանը կվերանա, իսկ դա միայն կախված է մեր սկզբունքներից, մեր պայքարից եւ ինչպես ենք ներկայացնում մեր շահերը։ Բալանսը ուժերի խախտված է արդեն դուք գալիս եք վաղ, ասենք թե հաղթեցիք, ոնց եք այսօրվա իրավիճակում պատկերացնում դիմակայել, չեմ ասում, դուք ասում եք պատերազմը եթե լինելու, Հայաստանը ինչպես է դիմակայելու, չէ՞։ Այդ հարցն է քննարկվում եւ Փաշինյանը ասում է ոչ մի պատերազմ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղության այսպես ջատագովներն ենք եւ խաղաղություն բերողներն ենք։ Նրանց խաղաղությունը եւ պահպանողները։ Չէ, խաղաղությունը զիջողականությամբ ասում եմ, դա վերջ չունի։ Չի կարող խաղաղություն լինել զիջող, դա անվերջ է։ Այս process-ը, որ նրանք սկսել են, հիմա ընտրություններից առաջ զիջողականության չեն գնում, բայց ընտրություններից հետո գնալու են։ Մենք հիշում ենք Տավուշի դեպքերը, մեզ ինչ էին համոզում եւ ինչ էին տալիս, որ սկսվել է դեմարկացիա, դելիմիտացիա, շարունակվելու է։ Ուր է շարունակությունը։
Ադրբեջանի զորքը մեր ինքնավար տարածքից դուրս եկել է, դուրս չի եկել։ Ասում են էլի դեմարկացիա դելիմիտացիայով լուծվելու է, կարծեմ Փաշինյանն օրերս ասեց։ Դե իրանք շատ բան կարող են ասել, իրանք ասելով Բայց ոնց է լուծվելու պարզ չէ իրականում։ Իրանք ասում են Տավուշի մարզում Ադրբեջանը մեզ հող է հետ տալու, ուր է այդ։ Կասկածները մի կողմ են դնում, բալանսի մասին խոսեցի։ Բալանսը խախտված է, Հայաստանը չի հասցրել եւ չի էլ հասցնի, որտեղ Ադրբեջանը շարունակում է կրել, առնել, ձեռք բերել։ Այստեղ մեծ գործ ունի մեր ծրագրերի մեջ մեր սփյուռքը, հա, մեր լոբիստական, մեր աշխատանքը սփյուռքի հետ, քանի որ մենք միայն Հայաստանում այդ հարցը չենք կարողանալու լուծել։ Սփյուռքի նախարարությունը փակվել է, սփյուռքի հետ կապը չկա, սփյուռքը Հայաստանի համար դա մի կթուկով էր, օգտագործում շպրտում էին, այստեղ ամենակարևոր հարցը հենց այդ սփյուռքի հետ աշխատանքն է, որպեսզի այդ բալանսը վերականգնվի, հենց սկսած այս Վենսից, որ նա հետ գնար, սփյուռքը պետք է այնքան պահանջատել լիներ, որ նա Ամերիկայի օրենքի առաջ պատասխան տար, քանի որ էլի եմ ասում, թե գործադիր, թե օրենսդիրը ճանաչել էին Բայց Թրամփը չի, ասում են Թրամփի հետ չենք համաձայնեցրել եւ Թրամփի ձևակերպումը չէր։ Չէ, հարցը Թրամփը չի, օրինակ տվյալ դեպքում այդպիսի պատասխան եղավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորքային պետություն է, այնտեղ կապ չունի, թե նախագահը հոգիների հետ է խոսում, թե ասենք ֆրոմա ձեռքով պատին է բարև տալիս, թե տրիպի, թե ասենք տարբեր միջոցառումների համար սփյուռքը տեսեք մենք տեսել ենք շատ լավ ազդող մեխանիզմ աշխարհում, որը որ սոխնուդ էր կոչվում, միջև հիմա էլ կա, հա, իսրայելական ամենահաջող մեխանիզմն է սփյուռքի աշխատանք կատարելու հետ։ Այսինքն սոխնուդը դարձել է միջև հիմա երկիշխանություն։ Այսինքն սոխնուդը միջև համաձայնություն չէր տալիս Իսրայելի մեջ որոշումներ կայացում էին կամ չէին կայացում։ Այս մեր այսօրվա սփյուռքը մենք ցանցային ազգ ենք, ցանցային պետությունը, երբ որ կդառնա, այդ ժամանակ, երբ որ այս մարդը իր այդ սիրտիկների մոտ կտեսնի 1.5 միլիոն, 2 միլիոն բութմատ ներքև կամ ջղային սմայլիկներ, նա հասկանալու է, որ դա ասենք ոչ թե ֆեյքերն են, այլ իրական մարդիկ են, երբ որ դատախազությունը գլխավոր 1.5 միլիոն email կստանա դրսից, որ Փաշինյանի արածը քրեորեն պատժելի է, այդ ժամանակ սրանք կհասկանան եւ ճնշումների տակ կանեն։ Բայց այդ ամբողջը եթեն է, ճիշտ է, եթե է, դա չկա։ Դե դա կուսակցության ծրագրերից մեկն է, Սփյուռքի, այո, Սփյուռքի ցանցային պետություն ստեղծելը, առանց որի մենք իրոք անգլերեն որևիցե ծրագիր, որը այսօր կատարում է Փաշինյանը, հայտարարված ծրագիր, որը դուք եթե գաք, հաղթեք, որպես երրորդ ուժ, ճղելու եք թափեք։ Թե ասելու եք չէ, լավ է, այս ծրագիրը լավ է, օրինակ օրենքը անդամակցության Եվրոպայի, Եվրամիությանը լավ է, թրիփը լավ է, կարելի է ավելացնել, պակասացնել, բայց լավ է։ Տեսեք, հարկային համակարգը հանցագործ է մեր երկրում, պետությունը ոչ թե հարկավերցնում, այլ փայ է ժողովրդի հետ, բանկերը փայ են, պետությունը փայ է, հետները այլ մարդիկ ոնց աշխատեն։ Մեր ծրագրի մեջ 3 տարում Հայաստանը դարձնել փուլային ոչ հարկային պետություն, ապահովագրությունը իհարկե դա ավելորդ բեռա, այդպիսի ապահովագրություն չլինի, ընդերքի Ընդհանրապես ապահովագրություն չլինի։ Չէ, լինի, բայց ոչ այսպիսի, որը պետական ապահովագրություն պետք է լինի, էլի, ասենք, մենք այնտեղ նշում ենք այդ գումարը որտեղից հասկանում եք, մեզ քննադատողները ասում են առանց հարկի պետությունը դա բյուջետ որտեղից եք հավաքում, մենք հակառակը կասենք, այն պետությունը, որը հիմնված է հարկերի վրա, այսինքն նա հիմնված է ինչ-որ ապագայում հավաքելու գումարների վրա, դա փլուզման ենթակա պետություն, այսինքն չկա հաշվարկ, որ այդ հարկը կհավաքես, դրա համար էլ այսօր միշտ ունենում ենք բյուջեի դեֆիցիտներ, իսկ այն պետությունը, որը ընդգրկված է փող աշխատելու մեջ, այսինքն կան մեխանիզմներ, կան երկրներ, որտեղ պետությունը հենց աշխատում է, այդ պետությունը չի փլուզվում,
պրակտիկան այդպես էլ ցույց է տալիս, կան բազմաթիվ երկրներ։ Էլի եմ ասում, հարկայինը համաձայն չենք, բժշկականը համաձայն չենք, խաղաղության բանաձևին համաձայն չենք, շատ բանաձևերի մենք այսօրվա իշխանության հետ համաձայն չենք եւ մեր ծրագրերում նշել ենք դրա մասին եւ մեր ելույթներում ինչ վերաբերում է եվրոինտեգրում, կա համակարգ եվրոինտեգրման, մեզ տվել էին, փակեցին, Եվրոպան մեզ ուզում է, թե չի ուզում, չգիտենք, Ռուսաստանը այսօր պայմանավորվել են, չգիտենք, այլասկայում, թե որտեղ դեռ չի փակում վերին Լարսը, գազը չի թանկացնում, բայց դա չի նշանակում, որ վաղը չի անելու։ Այսօրվա Հայաստանի էկոնոմիկան կախվածության 80%-ից ավելը Ռուսաստանի հետ է, էներգո ապահովությունը Ռուսաստանի հետ է, այսինքն դա փորձելու եք վերացնել այդ կախվածությունը, թե թողնելու եք այսպես, չէ, պետք է բալանսավորելով քաղաքականությունը, պետք է դիվերսիֆիկացվի եւ վերացվի կախվածությունը, էներգո կախվածությունը առաջին հերթին լավ կլինի այդ ատոմակայանները, բայց այստեղ այդ ատոմակայանները չեն կառուցվելու եւ հիմնական թիրախը մեր ատոմակայանն է փակվելու է, որը որ Թուրքիայի պահանջն է։ Այս կեղծ մոբիլ ատոմակայանների տակ մեր ատոմակայանը փակելու են եւ մենք գնանք էլի քարիդար մութուլույս տարիներ։ Մութուցուրտ տարիներ, էլի գնանք քարիդար եւ ի վերջո լուծարվենք։ Փորձը կա Արցախի լուծարումը, որպեսզի պատասխան չտան, սրանք գնալու են դրան, որ Հայաստանն էլ լուծարվի։ Զարթոնքին մենք ներկա ենք եղել 80-ականներին, դա հենց այն զարթոնքներ, որ այս ազգը անցավ եւ մենք այդ զարթոնքը հետ ենք բերում, ազգին իրազեկելով, Քոչարին դա մեր գենն է, մեր սիմվոլն է, մեր համախմբվածության, միասնության։ Բարի մասին է խոսքը։ Այո, մեր Քոչարի բարը, շուրջ պարն, այո, դա հենց այն շուրջ պարն է, որ հասարակության բոլոր շերտերը միահյուսված, ոնց որ հարուստ, աղքատ, հասկանալի է։ Եվ բերելու է ազգային վերածննդին։ Այո,